Լոբիզի արտահայտությունը մեր հեռուստա այսպես ոլորտում հնարավոր չէ քչացնել, պարոն Ամիրյան։ Հնարավոր է քչացնել ընդհանուր մշակութային կրթությամբ, ինչին կոչված ենք մենք այսօր, եւ ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մեր մշակած ծրագրերի հետևանքով ձեր ասած այդ ոչ հարիր մեր ազգին, մեր ազգային տեսակին ոչ հարիր երաժշտական ժանրը եւ ընդհանրապես ոչ միայն երաժշտական, այլ նաեւ արվեստի բոլոր ճյուղերում նման մոտեցումները պետք է իսպառ վերանան։ Պարոն Ամիրյան, ձեր անձնական դիրքորոշմամբ հանրային հեռուստատեսությունը, որը հանրությանը կրթելու թիվ 1 այսպես օղակն է հանդիսանում եթերում, պիտի նման հաղորդումներ եթերի հեռարձակի, թե ոչ։ Գիտեք, հանրային հեռուստատեսությունը ոչ միայն կրթելու, այլ նաև ժամանցը կազմակերպելու, տեղեկատվություն տրամադրելու տարբեր գործառույթներ ունի։ Ժամանցային հաղորդումները անշուշտ անհրաժեշտ են, բայց որակի խնդիր կա այստեղ, դուք շատ ճիշտ եք նկատում, իսկ որակը ես կարծում եմ պիտի ձևավորի, պետք է ձևավորի նաև պետությունը, իդեմս մշակույթի նախարարության։ Այսինքն, ստեղծելով հանրության մեջ լավ երաժշտության, բարձրորակ երաժշտության պահանջարկ, ազգային պահանջարկ։ Իսկ դա արվում է միայն ու միայն ճիշտ մշակութային քաղաքականությամբ, ինչը մենք այս պահին մշակում ենք եւ շատ շուտով պետք է իրականացնենք։ Պարոն Ամիրյան, բացերը մեղքի բաժինը պատասխանատվություն ունի։ Ինչի համար պատասխանատվությունը։ Այն որ չունենք իրավիճակը այնպեսին է, որ Գիտեք, եթե մենք հիմա ընտրենք պատասխանատուներ, ապա բոլորս ենք մեղավոր այս հարցում, ես էլ ձեզ հետ միասին, որովհետև մենք որպես լրագրողներ իմ նախկին մասնագիտությամբ մենք պետք է ցանկացած մեր հասարակության մեջ եղած ցանկացած արատավոր երևույթի մասին բարձրաձայնենք եւ մեր հանրային կարծիքը փորձենք հասնել իշխանությանը։ Այս պարագայում մենք բոլորս ենք մեղավոր, կարծում եմ։ Իսկ նաև պետք է նաև միջավայրը, իրական մշակութային միջավայրը պետք է նաև բոլորով ստեղծենք միասին, միասնաբար աշխատելով։ Իսկ դուք նկատել եք, որ հանրային հեռուստատեսությունը նույն խոսքի ազատության եւ այսպես ամեն տեղի ունեցող իրադարձությունները վերլուծում եւ մեկնաբանում է այնպես ինչպես իրեն է պետք կամ ընդհանրապես չի անդրադառնում։ Այս խնդիրը խոսքի ազատության սահմանափակման։ Թույլ տվեք խոսել հանրային ռադիոյի դիրքերից, որովհետև ես մոտ 19 տարի, մոտ 20 տարի ղեկավարել եմ հանրային ռադիոն եւ պետք է ասեմ, որ հանրային ռադիոն այդ գործառույթով եղել է առաջատարներից մեկը եւ եթե կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ հանրային ռադիոյի լրատվական ծառայությունը եղել է մեր դաշտում լավագույններից մեկը։ Սփյուռքի հետ կապված ինչ համատեղ ծրագրեր ունեք, գաղտնիք չէ, որ կադրերի պակաս ունենք, Սփյուռքից կադրեր բերելու այստեղ, ասենք, ինչ ծրագրեր կան։ Գիտեք, կադրերը հենց այնպես չեն բերվում, կադրերը գալու համար ստեղծում է համապատասխան միջավայր։ Օրինակ առաջին նախաձեռնությունը դա կինոյի մասին օրենքն է, որը մենք նախատեսում ենք նաև որոշակի հարկային արտոնություններ կամ պետական աջակցություն, որը կարծում եմ հենց Սփյուռքում գործող կինոարտադրությամբ զբաղվող մեր հայրենակիցներին ոչ թե կստիպի, այլ կշահագրգռի որպես ճիշտ բիզնես մոդել աշխատեցնելու հնարավորություն, բարև ձեզ, կշահագրգռի, որպիսի արտադրողները, կինոարտադրողները գան եւ Հայաստանում նկարահանումներ կատարեն։ Դա ոչ միայն կինոարտադրությանը կխթանի, այլ նաև Հայաստանը կներկայացնի աշխարհի տարբեր հարթակներում։ Շնորհակալություն։ Արդեն իսկ ինչ աշխատանք եք կատարել, միգուցե քննարկումներ, միգուցե այլ Միգուցե չէ, դրանք ամենօրյա շատ երկարօրյա քննարկումներ են բոլոր ուղղություններով գրեթե եւ դասական երաժշտության եւ ազգային երաժշտության եւ հուշարձանների պահպանության եւ թանգարանային գործի խնդիրները բազում են եւ բազմաթիվ մենք պարզապես մոտեցումների առումով փորձում ենք նոր մոտեցումներ ներգրավել որտեղ որ հնարավոր է մշակույթի կապիտալիզացիայի ենթարկել մշակույթը, որտեղ որ հնարավոր է առավել մեծ ուշադրություն դարձնել պետության պահպանության առումով աջակցությունը, որտեղ որ հնարավոր է ունենալ պետության դերը աջակցումների մասով եւ նորից եմ կրկնում ներգրավել մասնավորին որպես գործընկեր, որովհետեւ հակառակ դեպքում պետությունը չի կարող տնտեսվարել այդ հսկայական կառույցները եւ հետաքրքրությունները դժվար է վերաբաշխել։ Պետք է անպայման մասնավորի հետ համագործակցություն լինի։ Ամիրյան մամուլը բազմիցս անդրադարձավ ձեր green card ունենալուն, ինչ որ բան մտածել եք Հայաստանը լքելու մասին։ Գիտեք, ես green card-ը ոչ թե դիմել եմ եւ ստացել եմ, այլ green card-ը շնորհվել է ինձ Ամերիկայի պետության կողմից, որպես պետության համար պահանջված մարդ, որոշակի ոլորտներում ծառայությունները կատարելու համար, ոչ թե Միացյալ Նահանգների, այլ ընդհանրապես համաշխարհային դաշտում, նկատի ունեմ հենց ռադիո շուկայում, ռադիո դաշտում։
Լքելու մասին երբեք չեմ մտածել, որովհետև եթե մտածած լինեի, ես վաղուց այլևս այստեղ չէի լինի, ունեցել եմ նման հնարավորություններ, ոչ միայն հնարավորություններ, նաև տնտեսական հնարավորություններ, որովհետև դեռևս 95 թվականից ես ներդրումներ եմ կատարում այդ երկրում, բայց ես դրան նայում եմ որպես պարզապես բիզնես հետաքրքրություններ։ Պարոն Ամիրյան, եւ մի հարց հասնի Չեմ բացառում, որ իմ տղան եւ աղջիկը այս պահին օրինակ Միացյալ Նահանգներում են, ուսանում են, աշխատում են, բայց դա չի նշանակում, որ նրանք այնտեղ հիմնավոր են։ Ես կարծում եմ, որ այն կրթական մակարդակը, որ այնտեղ գոյություն ունի, նրանք հավաքելով այդ բազան կարող են շատ լավ օգուտ տալ մեր հայրենիքին։ Հասմիկ Ինչպես Կարծում եմ այո, եթե դուք ուշադիր լինեք հայտարարագիրը, որ դեռ չի լրացվել, կլրացվի օրերս, կտեսնեք, որ Հայաստանում էլ եմ ես ներդրումներ կատարել բավականին շատ։ Ստեղծվել են մի քանի ռադիոկայաններ, հեռուստաընկերություն, ստեղծվել է մշակութային կենտրոն, ներկայումս մի քիչ ավելի պասիվ եմ, որովհետև իմ գործառույթները պետության մեջ շատ ավելի շատ են եւ ժամանակ չկա եւ բնական է, որ ես ինչ որտեղ թերևս իրավունք էլ չունեմ այլ բիզնես հետաքրքրություններ ունենալու։ Ես պարզապես այս պահին ժամանակը օգտագործում եմ այն պարտականությունները իրականացնելու, որը վերապահել է ինձ պետությունը։ Պարոն Ամիրյան, Հասմիկ Պողոսյանը ամենաշատը քննադատվել է այս տարիներին պատմամշակութային շերտը քաղաքի չկարողանալ պահելու մեջ։ Ես ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, այսուհետ դուք այլ մեխանիզմներով եք Չկարողանալ պահելը դա չի նշանակում, որ չի ուզում պահել։ Դրանք տարբեր բաներ են, ես չեմ կարող այս պահին ասել, թե մեկ տարի հետո դուք ինձ կքննադատեք, թե ոչ, բայց ուզում եմ մեկ բանում վստահեցնել, որ ես եւ այլ ամբողջ աշխատակազմը, որ այսօր աշխատում ենք այն օրենսդրական նախաձեռնությունների եւ այն կարգավորումների վրա, որոնք վաղը մյուս օր թույլ չեն տալու տարբեր տեսակի ոտնձգություններ։ Մենք ստեղծում ենք համապատասխան բիզնես միջավայր եւ բիզնեսը ինքն է պաշտպանելու մշակութային հուշարձանները։ Եթե մենք չպահպանենք համապատասխան մոդելներով չստեղծենք ենթակառուցվածքներ, բնական է կգան մարդիկ, որոնք իրենք կուզեն ստեղծել։ Եթե պետությունը տեր չկանգնի իր հարստությանը, ուրիշ մեկն է գալու տեր կանգնի։ Պարոն Ամիրյան, երբ դուք մշակույթի նախարար չէիք, ամենից շատ ձեզ ինչն էր վրդովեցնում հենց մշակույթի ոլորտում չկատարվող կամ կատարվող երևույթների մասին, այդ հուշարձանների մասին նշեց եւ շատ այլ աշխատանքներ, որոնք չեն կատարվել։ Ամենաշատը ձեզ ինչն էր մտահոգում, ինչից էիք դժգոհում։ Այն մտահոգում թերևս ոչ թե վրդովեցնում, որովհետև վրդովվելով որևէ հարց չի կարելի լուծել, իսկ մտահոգել ինձ իհարկե մտահոգել է մեր մշակութային այն միջավայրը, որ մենք ստեղծել ենք այսօր մեր հասարակության համար, այն երաժշտությունը, որ հրամցվում է մեր երեխաներին, այն ներկայացումները, այն հեռուստասերիալները, որ հրամցվում են մեր ընտանիքներին, ես կարծում եմ սրանք շատ արագ լուծումների կարիք ունեն, շատ արագ պետք է վերատեսության ենթարկել, հանրության պատկերացումները պետք է վերատեսության ենթարկել, այստեղ է լուծման բոլոր խնդիրները թաղված։ Հասմիկ Պողոսյանը վերջին նրա մասին ամենաշատ գրված եւ քննարկված թեման այն էր, որ Մադագասկարի հետ պայմանագիր էին կնքել համագործակցության։ Կան այդպիսի էկզոտիկ երկրներ, որոնց հետ դուք եք ցանկանայիք համագործակցության պայմանագրեր կնքել։ Գիտեք, ցանկացած պետության հետ համագործակցությունը դա շատ լավ է, նույնիսկ Մադագասկարի հետ, ինչու ոչ, եթե կան իսկապես մշակութային առավելություններ մեր համար, որ կարող ենք մենք մաքսիմալ օգուտ քաղել դրանից։ Եվ խնդրում եմ այսուհետ մի փորձեք համեմատել, որովհետև Հասմիկ Պողոսյանը նախ իմ ընկերն է, եկեք մեկ անգամ արձանագրենք, եւ Հասմիկ Պողոսյանը նորից եմ ուզում կրկնել, ֆունդամենտալ աշխատանք է կատարել։ Մենք ես այսօր փորձում եմ պարզապես զարգացման վեկտորները փոխել։ Խնդրում եմ վերջ տանք այդ համեմատություններին։ Համեմատություն չենք անում, չէ, այլ Խոսենք ապագայի մասին։ բայց մի հատ անցյալին գնահատական նոր տանք նոր գնանք էլի, օրինակ Արամի 30-ը որ քանդվեց, դա ցես համար սառա է, դες սառայի չէր։ Աֆրիկյանները տունը որ քանդվեց, դա ցես համար ինչ արժեք էր, ինչ արժեք չէր եւ կուկուրուզնիկը այլևս չկա, այս շարքը ավելի շատ է։ Ես քիչ առաջ կարծես պատասխանեցի այս հարցին, եթե պետությունը չի զբաղվում իր պատմամշակութային հուշարձաններով, գալիս են մարդիկ, որոնք զբաղվում են այդ հուշարձաններով շատ կոնկրետ։ Եվ այդ արտասվում եք, պան Մենք պետք է զբաղվենք այդ պատմամշակութային հուշարձաններով, որպեսզի այլ մարդիկ չգան եւ չավերեն։ Մենք մշակում ենք հիմա ենթակառուցվածքներ, որոնք պետք է ծառայեցնեն այդ հուշարձանները իշահ մեր հայրենիքի զբոսաշրջության զարգացման, մեր երեխաների դաստիարակության համար։ Այո, ուրեմն ես ձեզ պիտի ասեմ, որ մամուլում հնչած ցանկացած հրապարակում, ցանկացած կարծիք, ցանկացած մամուլի ասուլիսում հնչեցրած բարձրաձայնած կարծիք մեզ մոտ այս պահից սկսած դառնում է հանձնարարական։
Երեք չէ առաջ օրը ասուլիս էր, որ բանախոսներն անդրադարձել էին մշակութային ոլորտի տարբեր հարցերի, ասուլիսի կարևորագույն հնչեցրած, ասուլիսում կարևորագույն հարցերը հնչեցված դարձել են հանձնարարական արդեն։ Ինչ վերաբերում է Լուսինե Զաքարյանի տանը, սա շատ հետաքրքիր թեմա է, որովհետև եթե մենք դիտարկելու լինենք, միայն Վրաստանում մենք ունենք մի քանի տասնյակից ավելի մշակութային գործիչների տներ, որոնք ինչ-որ ժամանակ ապրել են այնտեղ։ Եթե մենք հիմա ճիշտ չափորոշիչներ չորդեգրենք, մենք պարզապես որպես պետություն չենք կարողանալու այս խնդիրը լուծել եւ միշտ բախվելու ենք հանրության տարբեր կարծիքների հետ։ Հիմա մենք մտածում ենք հանրային ավելի լայն քննարկում կատարել, հասկանալ եւ որոշել չափորոշիչներ, թե ինչպես պիտի առաջնորդվենք այս ամենով։ Իսկ ինչու չեք կարծում, շատ ներողություն եմ խնդրում, իսկ ինչու չեք կարծում, որ Լուսինե Զաքարյանի Երևանում ապրած տունը պետք է դարձնել թանգարան։ Իսկ ինչու ոչ։ Պարոն Ամիրյան, Այսինքն պետք է շատ ներողություն, այսինքն պետք է հասկանալ մոտեցումները, ինչպես ենք մենք մոտենում դրան։ Ձեր ասացի մեջ կա ճշմարտություն, այո, հնչեցրած կարծիքի մեջ Լուսինե Զաքարյանն ապրել է այդ տանը։ Եթե չեմ սխալվում, այդտեղ է ապրել, այդ տարածաշրջանում է ապրել նաև Կարփ Խաչվանքյանը, մեր շատ մշակութային գործիչներ։ Ինչպես վարվել այս խնդրի հետ։ Ես դեռ դրա պատասխանը չունեմ։ Հավատացեք, բոլոր հարցերը պատասխաններ կունենան, երբ որ մենք շահագրգիռ քննարկումներ իրականացնենք դաշտում գործող կամ ներկա բոլոր շահագրգիռ մարդկանց կազմակերպությունները։ Ավերակների է վերածվել Արամ Մանուկյանի տունը, չեք պատրաստվում վերանորոգել, սարքել հուշարձան, Ոչ միայն Արամ Մանուկյանի տունը, ոչ միայն Արամ Մանուկյանի տունը, մենք ունենք շատ պատմամշակութային հուշարձաններ, եթե հիմա գնանք եւ միասին դիտենք, մենք պարզապես շատ հուզված կվերադառնանք այնտեղից եւ նույն որակումը կտանք ավերակների է վերածվել։ Պետք է համակարգային մոտեցում ցուցաբերել այս ամենին։ Պետք է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, պետք է ներգրավել մասնավորին։ արդեն վերանում է, այդպես փլված է։ Մինչև մենք մասնավորին չներգրավենք այս գործառույթներում, պետությունը չի կարող այս Այդ տունը, պարոն Ամիրյան։ Այսինքն ինչ եք առաջարկում։ Թանգարան պետք է։ Դե եկեք ուրեմն միասին դրամահավաք հայտարարենք։ Մինչև որոշ բաներ առաջնահերթություն լինեն, ապա Եկեք միասին դրամահավաք հայտարարենք եւ փորձենք ազգովի լուծել այդ խնդիրը։ Սա էլ է տարբերակներից մեկը։ Մշակույթին է տրված բյուջեն։ Պետական բյուջեն, հիմա ես նայում եմ պետական բյուջեի ծախսային մասերը եւ տարվա կտրվածքով արդեն բոլոր ծախսային հոդվածներով ծախսումներն արված են։ Հիմա եթե ես ձեզ խոստանամ, որ այս պահին ես Արամ Մանուկյանի տան հարցը կարող եմ լուծել, ես պարզապես ես խաբած կլինեմ։ Ես չեմ ուզում ստել ոչ մեկին եւ ուզում եմ շատ իրատեսական լինել։